Ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես ինձ հետ ԵԽԽՎ եմ բերել թե հաջողությունների, թե անհաջողությունների պատմություններ։ Չնայած երբեմն այդ պատմությունները սերտորեն կապված են իրար հետ եւ հաճախ դժվար է գտնել այն կետը, որտեղ հաջողությունը ավարտվում է, անհաջողությունը սկսվում։ Ուրախ եւ հպարտ եմ ԵԽԽՎ-ին զեկուցել, որ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունից ի վեր իշխանությունը Հայաստանում որևէ ընտրություն կեղծելու փորձ անգամ չի արել։ Այս ընթացքում տեղի են ունեցել 2 խորհրդարանական ընտրություններ եւ թիմ ընտրություններ Հայաստանի բոլոր համայնքներում, որոշ տեղերում նույնիսկ 2 անգամ։ 2018 եւ 2021 թվականների համապետական խորհրդարանական ընտրությունները միջազգային հանրության կողմից գնահատվել են որպես ազատ մրցակցային ժողովրդավարական չափանիշներին համապատասխանող, ինչը ըստ էության մեր պատմության մեջ աննախադեպ էր։ Վարչապետն ընդգծեց հիբրիդային պատերազմի մաս հանդիսացող 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի դեմ տեղի են ունեցել ժողովրդավարությունը քայքայելուն միտված մի շարք գործողություններ, սակայն Հայաստանի պետականության ու անկախության կործանումը կանգնեցրել է հենց ժողովրդավարությունը։ Պատերազմը եւ դրան ուղեկցող ապատեղեկատվությունը այն գործիքներն էին, որոնցից օգտվելով հակաժողովրդավարական ուժերը մեզնից պահանջում էին պարզապես իշխանությունը հանձնել իրենց։ Մենք ասացինք, որ ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող հանձնել որևէ մեկին, այլ կարող եք միայն ժողովրդին վերադարձնել։ 2001 թվականի ապրիլին ես հրաժարական տվեցի, արդյունքում լուծարվեց երկրի խորհրդարանը եւ մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ սահմանային էսկալացիաների, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի եւ տեղեկատվական ահաբեկչության պայմաններում։ Ոչ ոք չէր հավատում, որ մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կրկին կստանա ժողովրդի վստահության քվեն։ Բայց ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժը ոչ միայն կրկին ստացավ ընտրողների մեծամասնության քվեն, այլև ձևավորեց սահմանադրական մեծամասնություն։ Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, ԵԽԽՎ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։ Հայաստանի Հանրապետությունն այսօր ավելի անկախ է, քան երբևէ, ավելի պետություն է, քան երբևէ, ավելի ինքնիշխան է, քան երբևէ, ավելի ժողովրդավար է, քան երբևէ։ Բայց 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում մեկ այլ բան նույնպես տեղի ունեցավ։ Ժողովուրդը իր սեփական նախընտրական ասելիքը ձևավորեց եւ այն պատվիրակեց կառավարող մեծամասնությանը եւ ժողովրդի նախընտրական ծրագրի առաջնային կետը խաղաղությունն էր։ Նա մեզ պատվիրակեց Հայաստանին բերել խաղաղություն։ Ժողովրդի այդ պատգամը մենք արձանագրեցինք Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում որպես ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորություն։ Սահմանադրական փոփոխությունների կարիք խաղաղության համաձայնագրի համատեքստում չկա։ Վարչապետ Փաշինյանը պատասխանել է նաև ԵԽԽՎ պատգամավորների հարցերին։ Ինչու չկա։ Մի քանի պատճառներով։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը պնդում է, թե Հայաստանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ։ Մինչդեռ 2024 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի սահմանադրական դատարանը քննում էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որը իդեպ առաջին միջպետական փաստաթուղթն էր երկկողմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, Սահմանադրական դատարանը այդ որոշմանը անդրադարձավ խնդրին եւ արձանագրեց, որ Հայաստանի սահմանադրությունում որևէ երկրի նկատմամբ տարածքային պահանջ չկա եւ նաեւ դա ինչ կապ ունի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հետ, որովհետեւ ես իմ ելույթում ասացի, որ այդ փաստաթղթում ալմատ ամբողջականությունը
սահմանների անխախտելիությունը եւ այդպես շարունակ։ Հայաստանի Հանրապետության վարչապետի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրում հղում կա Ալմա-Աթայի հռչակագրին, որտեղ պետությունները ճանաչում են իրենց տարածքային ամբողջականությունը։ Խաղաղության համաձայնագրում կա նաեւ մեկ ուրիշ կարգավորում, որ կողմերից ոչ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը սույն խաղաղության համաձայնագրի իրականացման ձախողումը արդարացնելու համար։ Այսինքն, ինչպես տեսակ, մի կողմից արձանագրված է փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը, մյուս կողմից ասվում է, որ ներքին օրենսդրությունը չի կարող բերվել որպես արդարացում այդ պայմանավորվածություններից շեղվելու համար։ Ավելին, մեր գործող սահմանադրությամբ մեջ մենք ունենք կարգավորում, որը ասում է վավերացված միջազգային պայմանագրերը ունեն ավելի բարձր իրավական ուժ, քան ներքին օրենսդրությունը։ Որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ Հայաստանի կողմից։ ԵԽԽՎ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին, ով օգտագործեց Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Դուք օգտագործում եք Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Որտեղից այդ արտահայտությունը ձեզ, որտեղ եք կարդացել այդ արտահայտության մասին։ Նման արտահայտություն չկա, չի եղել եւ համոզված եղեք չի լինի Հայաստան-Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում։ Եվ ես ասում եմ, ես վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ամբիոնից նույնպես ստիպված եղա անդրադառնալ այս խնդրին, որովհետեւ տեսեք, ես ասում եմ, որ խաղաղությունը խնամք է պահանջում։ Այդ խնամքի շատ կարևոր ատրիբուտ է լեգիտիմ բառապաշարի օգտագործումը։ Լեգիտիմ համաձայնեցված բառապաշարի օգտագործումը։ Ես ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցա եւ արձանագրեցի, ընդ որում նույնը կարող եմ ասել այսօրվա ելույթի մասին եւ արձանագրեցի, որ իմ ելույթի մեջ չկա մի բառ, մի արտահայտություն, որի ծագումնաբանությունը ես չեմ կարող ցույց տալ Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերից։ Փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար վտանգավոր է։ Փաշինյանը արցախցիների վերադարձի մասին այսպես արտահայտվեց։ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում, մենք արդեն նրանց ուրեմն բնակ ապահովման, տներով ապահովման ծրագիր ենք սկսել։ Մարդիկ հարց են տալիս, ինչքանով է իրատեսական փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում։ Ավելին, եւ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետեւ մարդիկ պետք է իրենց հեռանկարը եւ պլանները կառուցեն։ Եվ ընդհանրապես փախստականների վերադարձի թեման այս համատեքստում, բոլոր փախստականների վերադարձի թեման, ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետեւ կոնֆլիկտները, այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը սկսվել է, թվում է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ եւ վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի։ Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, եւ մենք պետք է կենտրոնանանք այս բանաձևի վրա եւ այս բանաձևը իրականացնելու վրա։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։